Եվ հարց հնչեցրեց, որի պատասխանը այդպես էլ չստացվեց։ Ստացվեց ընթացակարգային շրջանցում, որը կուզենամ նշեմ ձեր մոտ հոյակապ է ստացվում։ Ես այսօր ուզում եմ վերադառնալ այդ հարցին, բայց ոչ թե կրկնելու համար, այլ առաջ տանելու համար։ Այս տարվա մարտին նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեր կուսակցության առաջնորդը հրապարակայնորեն մի արտահայտություն է արել, որ եթե դուք չստանաք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչպես տեսնում ենք, դուք չունեք այդ մեծամասնությունը, այսինքն պատրաստվում ենք պատերազմի։ Ճիշտ եմ հասկանում։ Սա ոչ թե ընդդիմության մեկնաբանությունն է, սա ձեր ղեկավարի մեկնաբանությունն է, որը արձանագրված է եւ հրապարակային է։ Երբ ասում եք գայլը գալիս է, ինչ-որ միջոցներ պետք է ձեռնարկել գայլին դիմակայելու համար։ Այդ միջոցները ես ակնկալում եի տեսնել ձեր կողմից մեծ շուքով անոնսված զորահանդեսի ժամանակ, որին երեկ անդրադարձավ մեծ պարծանքով պարոն Ալեքսանյանը։ Բայց ինչ տեսա այդ զորահանդեսին։ Իհարկե, տեխնիկան նորագույն էր, բայց ընդհանրապես գումարտակային մակարդակի մարտավարական զինանոց, որը ընդհանրապես անհամադրելի է եղել մինչև այդ մեր կորցրած զինանոցին թե քանակով, թե հզորությամբ։ Հարգելի գործընկերներ, եթե դուք ինքներդ եք ազդարարել այդ մտանգի մասին, իմ մոտ ուղղակի հարց է առաջանում. ինչպես եք պատրաստվում դիմակայել դրան։ Ես չեմ պահանջում կրկնել ընտրաշավի ժամանակ ձեր հռետորաբանությունը։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչու այս հարցը շատ կարևոր, այն կյանքի ու մահվան հարց է, մեկ կոնկրետ վկայության միջոցով։ Այդ վկայությունն է, որը վերջի 2 օրը մեծ անդրադարձ է ստացել մամուլում։ Մի վկայություն է մի մարդու մասին, ով որ մասնակցել է 25-օրյա հավաքների, այնուհետև վերադարձել է առաջնագծից։ Ու կարծում եմ, որ այդ վկայությունը պետք է հնչի երկրի բարձրագույն ամբիոնից, այլ ոչ թե կորչի լրահոսում։ Ու ամեն ինչ սկսվում է հունիսի 10-ին եւ այդ մարդը ներկայացել է զինկոմիսարիատ։ 3 ժամ, ընդամենը 3 ժամ սպասելուց հետո զինկոմիսարիատում պարզել են, որ 3 հոգի ավել են կանչել։ Դա նշանակում է, որ 20 թվականից հետո ընդհանրապես չի արդիականացվել զինկոմիսարիատները։ Ձեր ասած նորագույն տեխնոլոգիաները չեն ներդրվել այնտեղ։ Հետո եղել է հաստիկների բաշխում։ Մարդ, ում պետությունը կես տարի սովորեցրել է մասնագիտություն, ապա տարիների ընթացքում շարունակ չի կիրառել այն, կանչվել է հավաքի ու պարզել է, որ իրեն ուրիշ հաստիք են նշանակել։ Իսկ դուք պատկերացնում եք 7 օրվա ընթացքում ինչքան դժվար է նոր զինվորական մասնագիտություն ձեռք բերելը։ Ես պատկերացնում եմ։ Հարգելի գործընկերներ, եթե դուք կրճատել եք ժամկետային զինվորական ծառայության ժամկետը, դա հիմնավորելով, որ ունենալու ենք մասնագիտացված, մարտունակ, պարապած ռեզերվի ռեզերվ, ապա այս փաստը մեկ հարց է առաջացնում։ Այդ ինչ ռեզերվի մասին ենք մենք հիմա խոսում, եթե մենք նույնիսկ չգիտենք ով ինչ գիտի։ Իսկ հիմա անցնենք դիրքերին։ Երբ դիրքեր է բարձրացել այս մարդը, ձեր կողմից շատ գովազդված ամրաշինական կառույցների ոչ մի նմանություն չեն ունեցել։ Չի եղել ոչ թաքստոց այդ դիրքերում, առաջնագծի մասին է խոսքը։ Ոչ թաքստոց է եղել, ոչ տարական աղվեսափոս, ոչ ծածկված խրամուղիներ, ոչ հեսա կանադառնամ, ոչ ծածկված խրամուղիներ, ոչ փակ կրակակետեր, իմիջայլոց պարոն Քոչարյան, անդրադառնալով ձեր տված հարցին, նրանք հաստատ երազում էին, որ գոնե հասարակության կողմից կառուցված գմբեթ 2-ներում գտնվեին, որը դուք թմբիկներ եք անվանում։ Գմբեթ 2-ը փակ կրակակետ է։ Հիմա լսենք զինատեսակների ցանկը ինչին հանդիպել են այդ դիրքերում։ Նռնական նետի նռնակներ կար, բայց այդ նռնական նետը ինչով պետք է կրակեն չկար։ AK-74-ի փամփուշտներ կար, AK-74-ը չկար։ Գնդացրորդը մարդը կար, որ պետք է գնդացրից օգտվեր, բայց գնդացիրը չկար։ Կորդի հաշվարկը կար, կորդը չկար։ Ու դրանից հետո ավելացվել է ԱԹՍ հաշվարկը ավելացրել, ԱԹՍ հաշվարկից մարդ կար, բայց ձեր կողմից գնված այդ 30,000 ԱԹՍ-ներից գեթ մեկը այդ դիրքում չի եղել։
Սա գրված է մի մարդու կողմից, ով 14 օր զոր ու գիշեր անցկացրել է այդ դիրքում հակառակորդից ընդամենը 150 մետր հեռավորության վրա։ Ու վերջում իմ արուք, թերևս էսի ամենից շատն է ասում մեր իրականության մասին։ Զենքերը նոր էին, ինչը շատ գովելի է, որ վերջապես պահեստազորայիններին նոր զենքեր են տալի, խոսքը AK-103-ների մասին է։ Կարելի ասել յուղը վրան զենքեր են, բայց այդ յուղը վրան զենքերի հետ չեն տրամադրել զենքի խնամքի համար, ամենօրյա խնամքի համար անհրաժեշտ յուղ։ Ու այդ յուղը դիրք հասել է միայն 11-րդ օրը, ինչի պատճառով վնասվել է, ժանգոտվել է այդ զենքերը։ Ու սա առաջի անգամը չէ, երբ մենք բախվում ենք այս նույն օրինաչափությանը, թե 16 թվականի դեպքերից հետո, թե 20 թվականի, թե 22 թվականի իրադարձություններից հետո ստեղծված հանձնաժողովները միշտ արձանագրել են նույն տիպի բացեր։ Թղթի վրա մի այլ պատկեր է, իրականությունը լրիվ ուրիշ է։ Ու տարբերությունը մեկն է, այն ժամանակ մենք հնարավորություն ունեցել ենք, այսինքն եզրակացությունները անում ենք հետո, իսկ այժմ մենք հնարավորություն ունենք եզրակացությունները գործը անել մինչև։ Հակառակ դեպքում ես կգամ մի եզրակացության, որ մենք պատրաստվում ենք պարտության, ոչ թե խաղաղության։ Հիմա պահանջում եմ կոնկրետ երկու բան։ Մեկը, որ Պաշտպանության նախարարությունը այս դահլիճում փակ նիստով իհարկե ներկայացնի իրական տվյալներ հնարավոր ռազմական ագրեսիայի հավանականության հաշվարկների եւ դրանց լույսի ներքո զինված ուժերի պատրաստվածության վերաբերյալ։ Բանակ ասելով, զինված ուժեր ասելով, ի նկատի ունեմ նաև պահեստազորայիններին իհարկե։ Երկրորդ, որ ստեղծվի հատուկ խորհրդարանական հանձնաժողով, քննիչ հանձնաժողով, որը կգնա այդ նյութի հետևից, նյութի հետքերով, կլինի իրական դիրքերում, կգրանցի, կհանի խնդիրները, կգրանցի բոլորը ու վերջապես համակարգային լուծումներ կտրվի դրանց։ Ինձ թվում է իմ հետ կհամաձայնվեք բոլորդ։ Որովհետև հարգելի գործընկերներ, ինչքան էլ խոսենք խաղաղության մասին, դրա իրական ապացույցը երբեք չի լինելու ագրեսորի խոստումը կամ պարտվողի հանդարտությունը։ Դրա իրական ապացույցը մեր հասարակության պատրաստվածությունն է։ Ու ասեմ ձեզ մի դառը իրականություն, մեր հասարակության մի ստվար զանգված մտածում է, որ իշխանություններից ձեզանից ավելի շուտ սպասում է հերթական տարածքի հանձնում, քան դիմադրության իրական պատրաստակամություն։ Տենց է, ինչքան է ճպստենք, էդի տենց է։ Ցուցադրենք վարակույրը, ցուցադրական վարակույրը վաղթուշ բացվում է, ու ավելի լավ է այդ վարակույրը բացվի այստեղ մեր քննարկումով, այլ ոչ թե դաշտում, երբ արդեն շատ ուշ է լինելու։ Ու անդրադառնանք խաղաղությանը։ Խաղաղությունը դա ուղղակի հռետորաբանություն չէ։ Խաղաղությունը դա պատրաստվածությունն է։ Ու ինչպես հին հռոմեական ասացվածքում է ասվում, եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին։ Իսկ ցավոք սրտի ձեր ուժը մինչև այժմ շարժվել է մեկ այլ հռոմեական ասացվածքով, որոնք հռոմեացիները իմիջայլոց ասում են իրենց թշնամիների հանդեպ են կիրառում։ Բաժանիր, որ տիրես, այդ ասացվածքից։ Շնորհակալություն, այսքանը։ Ամիկոն Աստանյան, պատրաստվի Արփինե Դավոյանը։